Դուք ծնվել եք Նախիջևանում, այստեղից սկսենք, ինչ եք հիշում ձեր մանկությունից, ձեր հայրենի գյուղից։ Եթե հիշողության գիրք անգնեմ, պետք է ասեմ, ծնվել եմ Նախիջևանի Շահապունք գավառի Արինջ գյուղում, լրիվ հայաբնակ գյուղ է եղել, հայտնի էր մեր գյուղը, Արինջը հատկապես իր խաղողով բարձր, այսպես ասած, քաղցրություն ունեցող խաղողի տեսակ ունեինք, մոտավորապես ինչպես մեր Արենի խաղողներ։ Ես ուզում եի հարցնեի նույն ուղղությամբ է հարևան է սահմաններից է եղել։ Այո, նույն տարածքն է, Վայոց ձորն է, Սյունիքն է, Նախիջևանի հյուսիսային հատվածի գավառները գրեթե նույնն են։ Մարդկանց մտածելակերպն էլ, եթե վերցնենք ազգագրական տեսակետից, գրեթե տարբերությունները շատ քիչ են։ Մեր գյուղը հանրահայտ էր ոչ միայն Նախիջևանի տարածքում, այլ իր խաղողագործությամբ ընդամենը 54-56 հեկտար խաղողի այգիներ ունեինք, հիմնականում սև տեսակի խաղողեր, գինու խաղողեր, իհարկե նաև սեղանի խաղողատեսակներ կային։ Իր քաղցրությամբ ասացի, որ շատ հայտնի էր, նա միջազգային դերևս խորհրդանշության տարիներին մի շարք անգամներ միջազգային ցուցահանդեսներում առաջնակարգ տեղեր է գրավել, նույնիսկ ես հիշում եմ 59-60 թվականներին մեր կոլտնտեսության նախագահին նվեր տվեցին միջազգային ցուցահանդեսներին մի մարդատար մեքենա, որը եզակի այդպես ասած դեպքեր էր։ Ողջ Սյունիքը մեր գյուղի միջայլոց ասեմ ընդամենը 30 կիլոմետր հեռավորությունը Անգաղակոտ գյուղից անմիջապես մինչև Երագնաձորից ճանապարհը, որ հիմա արդեն 60-ական թվականներից հետո շահագործման հանվեց, Երասեց, Երագնաձոր, Սյունիք, մինչ այդ ճանապարհը գնում էր Նախիջևանի տարածքով, Սիսյանի բազան Նախիջևանում էր, երկաթգծային ամեն ինչ այդտեղ բեռները բերում, ամառ ձմեռ գրեթե ողջ տարին երկու մուտք կար, անմիջապես մեր գյուղի կողքով էր անցնում ճանապարհը 2 կիլոմետր հեռավորության վրա, սյունեցիների վարորդները մասնավորապես ձմեռվա ժամանակ եւ որ Բիչանակի Լեռնանցքը ձյունապատ էր լինում, դժվար անցանել լինում, շատ հաճախակի օրերով մնում էին մեր գյուղը, բոլորը գրեթե ծանոթ բարեկամներ ունեին։ Եվ պետք է ասել Սիսյանի շրջանի Գորիսը, Ղափանը գրեթե չափազանցություն չէ դա, իրենց այսպես ասած խեր շարի համար գինին միշտ մեր գյուղը Արինջի գինին էին, սև գինի էր, միշտ մեր գյուղից էին այդպես ասած գնում, վերցնում, գնելը այնպես չի, որ այսօր դրամով էին գնում, ժամանակին փոխում էին։ Փոխանակում էին, այո։ Փոխանակում էին, օրինակ Սիսյանից Գորիսից բերում էին խնձոր, կարտոֆիլ, ոսպ, հաճարիցորեն եւ այլն։ Եվ չեմ հիշում այսօր մոտավորապես 1 լիտր գինու դիմաց 2 կիլո կարտոֆիլ էր, թե 2 կիլո խնձոր եւ այլն, ինչեւէ։ Հայտնի էր մեր գյուղը այդ առումով, խորը ձորի մեջ երկու կողմերից սարեր, գետը, հորտարատ գետ էր գնում, գյուղը փաստորեն գետի աջ ափին մոտավորապես 120-130 տուն բնակչություն ունեցող գյուղ էր, հայտնի էր ոչ միայն շրջանի, այլ ամբողջ Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Երբ դատարկվեց գյուղը, մարդիկ ուր գնացին ու ինչից հետո։ Գյուղը, ինչպես Նախիջևանի հայությունը փաստորեն հիմնականում դատարկվեց 1945 թվականի պատերազմից հետո, աստիճանաբար, սկզբնական շրջանում քիչ էր, բայց հետո տարի առ տարի ավելի դա սաստկացավ եւ ադրբեջանական իշխանությունների ճնշումներն էլ իրենց հերթին արդեն 60-ական թվականներին պետք է ասել Նախիջևանի տարածքը հայկական գյուղերի զգալի մասը տեղափոխվել էին հիմնականում Հայաստան։ Ես իմ աշխատություններից մեկում այդ պատճառները նշել եմ, թե ինչն էր պատճառը, որովհետև հետո դպրոցները փակվեցին, աշակերտների թիվը աստիճանաբար նվազեց եւ այդպես
Պատճառները մի շարք էին եւ որոնցից մեկն էլ պետք է ասել Հայաստանի իշխանությունների անտարբերություններ Նախիջևանյան, ասենք, տարածքի վերաբերյալ շատ մեծ սիրով ընդունում էին Հայաստանում նոր Նախիջևան հայերը, որոնք որ գալիս էին, նույնիսկ կաշառք էին վերցնում, գրանցում էին Երևանում։ Էլ չէին մտածում, որ այդ տարածքը չպետք է դատարկվի, պետք է ամեն ինչով կապը պահել, հաստատել, որովհետև հազվագյուտ էր լինում, որ Երևանից, ասենք, հյուրեր են լինում Նախիջևանի տարածքում կամ երկու բարի խմբակար համույթներ են գալիս, համերգներ են տալիս։ Ես լավ հիշում եմ մեր հայտնի ծանրորդներից մեկը բիստեցի էր Սերգո Համբարձումյանը, մի անգամ եկավ մեր գյուղ, դա 60 թվականներն էր, նախատեսել էր մեկ օր պետք է լինի գյուղում, բայց այնքան ժողովուրդը որ կապնված էին, երկու օր ստիպված ինքը մնաց եւ այլ այդ ամեն ինչը ցուցադրում էր եւ այդպես շրջագայում էր Նախիջևանի մի քանի այդպես գյուղերում կամ պատահում էր երկի բարի համույթներ էին գալիս, որ դարձյալ մեկ օր պետք է այդ գյուղում մնան, հաջորդ գյուղում ակումբ ունեին, բավականին մեծ մի 300 տեղանոց, գուցե մի քիչ ավելին, 2-3 օր փաստորեն ստիպված մարդիկ կարոտ էին, այդ կարոտը կար, բայց ցավոք սրտի իշխանությունները, Հայաստանյան իշխանությունները տեր չէին կանգնում այս ամենին, աշնանաբար բացի այդ էլ դպրոցը ավարտելուց հետո երիտասարդները եթե 30-ական թվականների Նախիջևան քաղաքում կար մանկավարժական ուսումնարան, բժշկական ուսումնարան, դրանք աշնանաբար փակվեցին։ Դպրոց ավարտելուց հետո երիտասարդները ինչ պետք է անեն, կամ պետք է գնային կոլտնտեսություն աշխատեին, կամ ադրբեջաներեն էր ամեն ինչ պետական կառույցներում աշխատելու համար պետք է տիրապետեին նաև ադրբեջաներին, որը իհարկե հայերը չէին բանանում եւ մնում էր մի ելք երիտասարդները տեղափոխվեն Հայաստան սովորեն եւ եթե գալիս են սովորում են բնականաբար մնում են Հայաստանում աշխատանք են գտնում եւ աշնանաբար ասենք իրենց ընտանիքներին էլ տեղափոխում են այսպես աշնանաբար դատարկվեց։ Պարոն Ավեզյան, մի հարց է ծագում, որ զուգահեռներ եմ անցկացնում Ջավախքի հետ։ Եթե մենք մտածում ենք, որ խորհրդային իշխանությունը այն ժամանակ Հայաստանում պակաս նախընձախնդիր էր մարդկանց Նախիջևանում պահելու համար, համանման իրավիճակում էին Ջավախքի հայերը։ Ավելի պինդ էին կպած, թե վրացական իշխանություններն էին ավելի լոյալ։ Ասեմ ձեզ, գիտեք ինչ, Ջավախ նույն իրավիճակն է պատմական առումով եթե վերցնում ենք, թե Արցախն է, թե Նախիջևանն է, թե Ջավախքը։ Ես անդրադարձել եմ իմ աշխատություններում, Ջավախքի խնդիրը համեմատաբար մի քիչ այլ է, տարածքային խնդիր չունեին, որ այդպես սարուցամ, ինչպես որ Ադրբեջանը Նախիջևանի այդ հարցում ուներ։ Շատ լավ գիտեք, որ փաստորեն Նախիջևանը Ադրբեջանի հետ ոչ մի ցամաքային սահման չունի։ Հենց այսօր էլ այս խնդիրները որ բարձրացվել են, դեռևս 20-ական թվականներից ուզում են որպեսզի միացնեն եւ այլը չստացվեց։ Հիմա էլ այս խնդիրները տասնամյակներ հետո մշտապես բաց են եղել, որ այդ կապը ունենան։ Նա ավտոնոմ հանրապետություն են ձևակերպել Ադրբեջանի կազմում, ինչպես Արցախը, այնպես էլ Նախիջևանը,